Ողջույն սիրելի հետևորդներ, ձեր հետ կրկին Men's Talk podcast-ն է եւ դրա հիմնական վարողները ես Գևորգ Գրիգորյանը եւ տեստոստերոնի արտակարգ եւ լիազոր դեսպան Լևոնը Հովանեսյան ու այսօր մեր մոտ հերթական հյուրով թողարկումն է, հյուրը իմ շատ լավ ընկեր, ինչպես ես եմ ներկայացնում, ինքն էլ միշտ համեստաբար փորձում է խուսանավել, բայց network-ի աստվածներից մեկը համաշխարհային մասշտաբի Najaryan and Friends ընկերության հիմնադիր Արմեն Նաջարյանը, լավ տղա, մեր լավ ընկերը։ Պրիվետ ախպեր ջան։ Ողջույն Արմեն ջան, ինչ պետք է բամտի խոսամ արդեն։ Արդեն խոսացի։ Այն որ շնորհակալություն, հա, որ հրավիրել եք։ Հա, մոտավորապես, բայց այսօր մենք մի հատ հետաքրքիր թեմա ունենք խոսալու, որը որ երկար ժամանակ ես ու դու ենք իրար հետ առանձին մասնավոր զրույցում քննարկել ու Լևոնն էլ ենք քննարկել, վստահ եմ ամեն մեկս մեր ընկերների հետ շատ տարբեր անգամ քննարկել ենք այդ թեման ու այսօրվա մեր թեման որոշել ենք բակ չիչած տղեկի մասին խոսանք ու բակ չիչած տղեկը ոչ թե այն կոնցեպտով որ պրոստը, չգիտեմ, բակում չի խաղացե գնդակ, այլ բակային ենթամշակույթ, բակային ընկերություն, բակային դաստիարակություն չի թրծվել դրա մեջով չի անցել ծնգեր։ Ինչ? Չի քերծվել ծնգերը։ Ծնկները չի քերծվել։ Okay։ Հիմա մի հատ ասա ինձ տեսնեմ ինչա տալիս բակը տղամարդուն։ Մի քիչ շատ ծավալուն է, որտեվ ասեցի ժամանակը կարճ է, բայց էսի մենք որ խոսում ենք, դες միջև գիշեր չենք քնում։ Բակ ճիշտն էլ հասկացողությունը ոչ թե դա վատ նպատակով հայաց չիչածը, հա, սենց ասեմ ավելի շատ, որտեվ բակն էլ է մի քիչ տանում դեպի բակի չացի նման, հայաց չիչած տղան ամեն դեպքում տարբերվում է իր արժե համակարգով, հա, բակը ինքը ամեն դեպքում արժե համակարգ է որոշակի, լավն է, վատն է, քո ասած ենթամշակույթն է, ինքը միևնույնն է թրծվելու բանի տեղա, որտեվ մարդը ինքը հասարակական էական, մարդը պետք է հասարակության մեջ, սոցիումի մեջ պետք է թրծվի։ Ու բակ չիչած ասածը ես ինքս ոչ թե վատ իմաստով եմ ասում, ինքը որպես տեսակ կարա բակ չիչնես, դառնաս աշխարհի, չգիտեմ, լավագույն ջութակահարը, կարաս դառնաս աշխարհի լավագույն ֆլորիստը, Իսկ կարաս բակի շելով դառնաս աշխարհի լավագույն ջութակահարը։ Էլի, չէ, ես օրինակ եմ ասում, չիչածով եմ ասում, դե հիմա մարդը ամբողջ ժամանակը տրամադրել է չգիտեմ, մայրիկին է օգնել, ծաղիկներն է ջրել, ամաններն է լվացել, էս արել, բայց բակ չիջնելով ինքը չի հասկանում բակի կանոնակարգը կոպիտ ասած, հա, երբ որ կարելի է չէ, որտեվ հնարավոր է ասենք իր ընկերոջը նեղացնեն բակում, իր քրոջը նեղացնեն, իր եղբորը նեղացնեն, ինքը այդ դեպքերում չգիտի ինչ են անում բակում։ ChatGPT-ին են դարձնում։ Ну հա, հիմա մի քիչ ավելի հեշտացել է, ChatGPT-ն ասում է դիմեք մոտակա տղամարդուն, ձեզ կօգնեն բակ իջած տղաները։ Կամ դիմեք մոտակա ոստիկանության բաժանմունք։ Ну մոտավորապես, հիմա հա մի քիչ փոխվել է ժամանակները, դա երևի չգիտեմ, ասում եմ հիվանդացել է, բայց չի մեռել ճշմարտությունը։ Դե ամեն դեպքում բակային ենթամշակույթը ինքը ինքնուրույնություն էր տալիս, օրինակ մեր սերնդին բավականին ինքնուրույնություն ա տվել հարցեր կարգավորելու, բանակցելու, ընկերանալու, ընկերներից, չգիտեմ, վաղ տարիքում նեղանալու, բարիշելու, չգիտեմ, ինքը սոցիումի ինչ որ լիարժեք քո տարիքային խմբին համարժեք մասնիկ է, էլի քեզ։ Այդ ամենը ես կարծում եմ, որ մի քիչ շատ ժողովրդական լեզվով ասեմ, քուչում մեծացած կամ որոշ ժամանակահատված իր կյանքից քուչին նվիրած տղամարդիկ ոնց Արմեն ջան նշեցիր, արժե համակարգով տարբերվում են կոնկրետ այն կետով, որ գոնե ունեն տղայական, տղամարդկային կոդեքս ասվածը, չգրված օրենքներ, որոնք որ ակամա մենք ամբողջ կյանքի ընթացքում մեր ցանկացած գործունեության մեջ պահպանում ենք, ինչը ըստիս շատ լավ է։ Մի հատ ամենասկզբում ասեցիր ոդկը չի քերծվել, ծունկը չի քերծվել։ Հա, միշտ ստեղը, մեկ էլ ստեղը պետք է պատմություն հիշեցի փոքրիկ, եթե թույլ տակ պատմեմ, մեր ժամանակով ոնց էր, ասենք, տարբերությունը, էլի, ծիծաղալու բան եմ ասում, բայց միտքս կնկալեք վստահ եմ, ասես մի փոքրիկ զավեշտալի դեպք իմ մանկությունից, մոտավոր 12-13 տարեկան էի, այդ ժամանակ Սիլաչիում Վարչով էինք բնակվում, ասենց գետնից պոկվող, ասենց քառակուսի, չգիտեմ ոնց ան բալկա էր, ինչ էր, արմատուրեքը ասենց դուրս ցցված։ Ֆուտբոլ էինք խաղում հայաթի երեխեքով, ստեղ ոդկից սպինել կա, այ այսենց սպի է։ Մինչև ոսկորս այդ արմատուրին քսվեց, այս նայում եմ երևում է։ Արյունն էլ քիչ էր գնում, որտեղ ստեղ մազանոթներ առհասարակ քիչ են։ Նայեցի, ակնհայտ ոսկորս տենում եմ առանց չափազանցության։ Իմ հետագա գործողությունները
վախից, որ տնեցիկ կներեք 1000 անգամ քուչի լեզվով եմ ասելու, պալիտ կանեն ու ջարդս կտան, գնացել եմ մանկական sense փղիկներով, բանով sense լեյկոպլաստեր կային քառակուսի, կպցրել եմ, շորտս փոխել եմ շալվարի, պահել եմ, իջել եմ հայաց, շարունակել եմ ֆուտբոլ խաղալը։ Հնական ջտպայի համոն։ Իհարկե գիշերը տեսան, արդեն տղա ջան, ես ինչ ես արեբան, բայց գաղափարը էլի ավելի շատ սաստվում էինք տնեցիկի արձագանքից, քան թե որ վնասվել ենք։ Ասում ամենաահավոր բառերը այդ տարիքային խմբում մամատ քեզ էր ման գալիս, դե որտեվ բջջային հեռախոս բան չուներ ու դրանից ավելի բեթարը պապատ էր քեզ ման գալիս։ Հերդ էր քեզ ման գալիս։ Այդ ժամանակվա մի հատ հայրական կամ մայրական ապտակը, թույլ տամ ինձ sense ամենայն վստահությամբ ասեմ, փոխարինում էր 1000 հոգի ժամանակակից հոգեբանների սեանսների եւ հազարատ ինֆլուենսերի խորհրդի եւ քրյա իրավական բոլոր օրենսգրքերի։ Ու դա աշխատում էր, մի անգամից sense համ երջանիկ էիր, կներես ստացան պրծար։ Ասենք դրանից։ Ես մի հատ սրա մյուս կողմն էլ ասեմ, հա, հիմա որ մեզ լսում են, բնականաբար պետքա եւ համաձայնվեն եւ չհամաձայնվեն։ Խուժաններ եք դուք մեծացնում։ Սև ու սպիտակ, չէ, բոլոր դեպքերում հայատ իջածների մեջ էլ կար, որ իջան հայատ, տենց էլ միջևում է իրանք հայաթում մնացել են։ Ցավոք։ Թաշկինակը դրած, չգիտեմ, այն Ժիգուլևյանի շիշը, հիմա Կիլիկիայի շիշը, շուզերով, բանով ինքը պպզած, ամեն առավոտ հարցնում ես ինքը մազերով, բա այսօր ես հետամ դա մի քիչ գործ կա, բան զբաղված եմ, բայց ինքը միջև առավոտից իրիկուն, այսինքն դրա մասին չէր խոսքը, էլի հայատ իջածի հասկացողությունը։ Չէ, դե ամեն ինչը իր տարիքը ունի, օրինակ հայատ իջնել այդ ծնկները քերծվելու էֆեկտը, ինքը քո միջև 12-15 տարեկանն է, էլի։ Որտեղ երբ տարիքով մեծանում ես ծնկները տենց մի քիչ մաշածնելու, մի քիչ ուրիշ տպավորություն է ստեղծվում, էլի, մաշած ծնկների Մի խորացեք։ Ես մի բան կարամ ավելացնեմ, տղեկ, օրինակ Արմենը շատ ճիշտ փորձեց տարանջատի, խառնվեմ ու փակագծերը մի քիչ ավելի ընդլայնենք, օրինակ մեդիա դաշտում չէ, կներեք, ֆիլմերի կուլտուրայում, նույն մեր բոլորիս հայտնի Հոլիվուդը, երբ որ բազմաթիվ, sense անթիվ անհամար ֆիլմերում ընդգծում էր հենց այդ քուչի բռի ուժի կերպարի ներքո ու ավելի փափուկ արժեքների տեր են, ոնց նշեցիր Արմեն ջան, լրիվ այլ միջավայրում, մամայի հետ մամայի կողքը, հանգամանքներից բերումով, ոչ մի կերպ չեմ ասում սա լավ, սա վատ։ Հա, ես որպես ընդհանրապես ընդգծում եմ տարբերությունը, բայց նման ֆիլմերում արժե համակարգը նենց էին սերմանում, որ այդ կաչոկ իմ վրա եմ էլի վերագրում, կաչոկները տենց էլ մնում են նույն տեղում, դոփում են նույն տեղում, իսկ մեր բատանիկը դառնում է մի հատ մեծություն ու վաղը միսօր զաչումարի տանում քուչի թեմա է, դրա համար եմ սենց խոսում, այդ մեր նույն կաչոկին, սակայն ես մի հատ այլ իրականություն ասեմ, լիքը բազում մարդիկ կան, հաջողակ տղեկ, ովքեր անցել են բակային ենթամշակույթի միջով ու իրենց արժե համակարգի, ձևավորված արժե համակարգի շնորհիվ շատ ավելի կրկնակի եռակի անգամներ ավելի հաջողակ են, սիրված են, պարյադշտի են կյանքում, քան են մարդիկ, ովքեր չեն տեսել այդ ամենը, որովհետև այն մարդը, ով որ նման վտանգավոր իրավիճակների միջով չի անցել, ընկերության արժեքը չի գիտակցում, իրանք երբեմն, ոչ բոլորը իհարկե, բայց շատերը լինում են հոգով ավելի նենգ։ Անկյունում գտնվելու դեպքում ոնց են ասում, երբեք ոչ մի մարդու անկյուն չարժի բռնել հասցնել, որ ինքը այլընտրանք չունենա։ Ցավոք դա էլ է ինստինկտ самосохранения, կներեք ռուսերեն արտահայտությանս համար ինքնապաշտպանության բնազդ։ Շնորհակալություն Գև ջան, դա էլ է ինքնապաշտպանության բնազդ, ես չեմ ասում պետք չի այդպես, ես այդպես բարեբախտաբար նման իրավիճակում դեռ չեմ հայտնվել, բայց իրանք անենց քայլերի են դիմում նման իրավիճակից դուրս գալու համար, որ մեր արժե համակարգի մարդկանց համար խորթ է։ Դրա համար պետք չի ասել, որ քուչում միմիայն խուժաններ են մեծանում ու հակառակը այն մարդիկ, ովքեր ընտրում են լրիվ այլ ուղին, իրանք բան են, նիմբով են եւ այլն եւ այլն։ Չէ, մենք իրեքս է միլենիալների սերունդ ենք, չէ՞, ոնց որ թե այսինքն մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս։ 40 հասուն բոլոր դեպքերում։ Հա, 40։ Հիմա ինձ վրա ասա, քո շրջապատում, անգերական շրջապատում քանի տոկոսն է տղեկի, օրինակ, ոչ թե այն շրջապատում, որի հետ դու ամեն օր գործ կարաս անես, հանդիպես եւ այլն, քո ընկերների մեջ
քանի տոկոսն է տղեկի, ով որ բակային ենթամշակույթը չի բանանում, Չի տեսել։ չի տեսել, չի տիրապետում։ Այստեղ շատ թեթև մի հատ հավելում անեմ, չխորանամ այդ ուղղության վրա, բոլոր դեպքերում Արցախյան պատերազմը մենք որ հաղթեցինք, հենց Բաքիչած տղեկի շնորհիվ հաղթեցինք, որովհետև իրանք եւ գիտեին արժեհամակարգ, ազգ, երկիր, հայրենիք, ընտանիք, ծնող, ինքը դրանով սաղ ամեն ինչը ասում էր էլի իր մեջ, փառք ու պատիվ մեր տղեկին բոլորին զոհված։ Ինչ մնում է իմ շրջապատին, ճիշտ ասած չեմ հիշում, հա, որտեվ մենք հիշես, որ մեկը չի տիրապետում։ Մենք պետքա մի լեզվով խոսանք, էլի, որ կարողանանք շփվենք իրար հետ։ Հիմա ես իրան ինչ-որ բան ասեմ, ինքը չհասկանա, չեմ կարող, հա, գործնական բնույթով հնարավոր է, որովհետև երբ որ գործարք ես անում, շատ չես խորանում իր փողերը որտեղից կամ չգիտեմ, ինքը փոքր ժամանակ ինչ ա եղել, ինչ չի եղել, դա զուտ գործնական, բայց որ ընկեր գյով ոնց որ ես եմ ասում, դաժե գն կսարքեմ ընկեր, միևնույնն է, չեմ հիշում ուղղակի, որ տենց բակ ճիճած տղաներով։ Իսկ որպես գործարար մարդ, օրինակ բակային ենթամշակույթը տղամարդուն իր հետագա կարիերայի մեջ, իր որոշումների մեջ, կառավարման հմտությունների մեջ, էության ցենց կայացման մեջ ինչ բանա թողնում, ինչ հետք է թողնում։ Ես մի քիչ եւ բիզնեսային ասեմ եւ գլոբալ առումով ասեմ, նույն Հայատ Չիչած ասածը աշխարհը ինքը իրանով մի հատ քուչա է հենց Հայաթա։ Նույն այդ աշխարհի տերերը մյուս, մեկը որցերի աշխարհ է էսի։ Ոչ թե տղամարդկանց աշխարհ, այլ որց մարդկանց աշխարհ։ Գիշատիչների ես միշտ ասում եմ ավելի շատ։ Այդքան գիշատիչ չէ, բայց դե ուժեղների բոլոր դեպքերում։ Բայց խեմ ասում որցերի, կներես մի քիչ բիզնեսից կարող է շեղվեմ, բերեմ մի քիչ sense տարածաշրջանային նույնիսկ, այսինքն նույնիսկ մեր տարածաշրջանը վախ չասեմ, վախեր չասեմ, ամեն դեպքում մեր տարածաշրջանը նույնիսկ որցերի տարածաշրջանը, որովհետև այս տարածաշրջանում որց երկրները իրավունք ունեն երկար գոյատևեն, չեն թողի ուղղակի, եթե դու որց չեղար, հա, ու հերո բանից Արդարության համար ասեմ, օրինակ իմ համար նույն Թուրքիան որց երկիր է, իմ համար Ռուսաստանը որց երկիր է, իմ համար որց երկիր է Պարսկաստանը։ Այս ինչի համար Հայաստանը հիմա այդ խնդիր ունի, Հայաստանը խնդիր ունի, չեմ ուզենա քաղաքականացնեմ, բայց բոլոր դեպքերում այդ խնդիրը ունենք, երբ որ այդ Հայատ Չիչածի հոգեբանությամբ, հա, չգիտեմ, քեզ հայհոյեց, ոչինչ ձեն մի հանի, կարևորը լավ լինի, չգիտեմ, հետևիցդ ինչ ուզում են խոսան, հա ինչ անեմ ուզում են խոսան, հա Քրոջը բան ասեց, ոչինչ, այո, ինքը խնդա երեխու տարան, ոչինչ, դե հիմա մի հատ է կբերենք խոսքի, քանի փոքրիկ ձակ ունես դու, այդ դաշտը շատ չեմ ուզենա մտնել, բայց հա, հենց մտավախություն կա, որ որցա պետք, որպեսզի այս տարածաշրջանում դիմադրի։ Վտանգավոր է հենց օրինակ իմ համար եւս մի որց ազգի կամ ժողովրդի կամ ցեղերի, ասենք, քրդերի գոյությունը։ Միշտ իմ համար ասենք ես դրան բարամ, այս տարածաշրջանը նայում եմ որցերի տարածաշրջանը, չես կարա պուպսիկ ձևով դու ստեղ ինչ-որ ես չեմ խառնվում, եկեք կարիճների հետ պայմանագիր կնքենք, որ մեզի չի կծելու, եկեք շների հետ խոսքի թուղթ ստորագրենք, որ մեզի չեն կծելու, տես բան չի լինում ուղղակի։ Հիմա անդրադառնամ բիզնեսին, բիզնեսը եւս էլի խաղի կանոնները որցականն է, որց խաղի կանոններ, նույնիսկ կանայք իրանք սիրում են որց տղամարդ, ոչ թե տղամարդ ուղղակի։ Իմ կարծիքով էլի։ Իմ մոտ քանի հաղորդումը դրա մասին խոսում ենք։ Մի հատ կարևորագույն հարց եմ ուզում տամ, մեկանք հասունացանք այդ կետին, շատ կուզեմ շատ գեղեցիկ ինձ հոգեհարազատ, մեզ հոգեհարազատ կերպով ամեն ինչ ասեցիր Արմեն ջան։ Մի հատ որ խնդրեմ կասես, իսկ ոնց վերաբերվենք այն տղաներին, ովքեր մեր այս ամեն ինչը ինչ որ խոսացինք, ինչի մասին դու նոր ասեցիր, արդեն մեր նախորդ լիքը թողարկումներում մենք բազմիցս բարձրաձայնել ենք տղամարդու տեսակի մասին, ինչպիսին ըստ մեզ պետքա լինի իրական տղամարդը, ուժեղ տղամարդը, ընդգծելով այդ ամեն ինչը, բա ոնց վարվենք, վերաբերվենք այն տղաներին, ովքեր հերիք չի մերպես չեն, ձգտում անգամ չունեն ու սոցիալական հարթակների միջոցով պարզ ճակատով առանց որևէ ոնց ասեմ, որ մեր կաշկանդվածության, տարակուսանքի քննադատում են մեր տեսակը, մեր գաղափարները, որ ասում ենք, այո, կնոջը իր կողքը օդի ջրի պես անհրաժեշտ է ուժեղ տղամարդ, ընդգծում ենք ուժեղ տղամարդու հատկանիշները, բայց իրանք, ոնց ասեմ, հերիք չի նայում ես արտաքնապես իրա վրայից տեստոստերոնի հոտ անգամ չի գալիս,
չեմ ասում պուպսիկա, բայց մի քիչ իրան պակասում է այդ բռի ուժը, բայց բռի ուժը վատ բան չի, հակառակը։ Մի խոսքով, ոնց ես վերաբերվում այդ երևույթին։ Բոլոր դեպքերում էլի եմ ասում, որ աշխարհը ворցերի աշխարհն է, ասենց ասած։ Հիմա իմ կարծիքով պայքար է գնում հենց այդ ворցությունը վերացնելու վրա։ Այսինքն տղամարդկություն եւ կանանց ոչ թե իրար միջև, այլ ворցերի եւ ոչ մի բանի մասին է խոսքը։ Ворցերը սարքել ոչ մի բան, որպեսզի գլխատված լինի, հեշտ կառավարես։ Որովհետեւ խենք ասում կանայք սիրում են ուժեղ տղամարդ, ворց տղամարդ, այս խեղճ կանայք էլ են մնում առանց այդ ворցության, ստիպված իրանք են սկսում շատ բաների իրանց ձեռքը վերցնել, որովհետև դե չկա տղամարդ, հիմա ինչ անենք։ Մենք ենք սկսում կանայք ասելով էլի, մենք իրանց տեղն եմ ասում, ոնց որ շատ բաներ իրանց ձեռը վերցնում են, ասենք այն տղամարդկությունը ջարդելով գնում են։ Գլոբալ կառավարման համար ինքը շատ հարմար է։ Տան տղամարդուն վերացնում ես, տունը քոնն է։ Տեստոստերոնի պակասով տղամարդկանց էլի ինչքան չենք ուզում քաղաքական դաշտել, բայց տեստոստերոնի պակասով տղամարդկանց կառավարումը անհամեմատ ավելի հեշտ է, որովհետև տեստոստերոնով տղամարդը ինքը իր կարծիքին է, իր սկզբունքին է, իր պայքարին է, ինքը առաջ է գնում, ինքը ավելին է ուզում։ Տեստոստերոն չունեցող տղամարդը օքեյ ինքը իր տենց էս քիփլիկ քչով կբավարարվի, ոչ մի բան չի անի։ Բանավ մյուս տեսանկյունից նյուժելի չեն ուզում, միթե մարդիկ չեն ուզում դիտարկեն, որ այո, ես էլ եմ համարում, որ այս պահին մենք ունենք մեծագույն խնդիր։ Ազգի մասին է խոսքը գնում, բայց եթե մենք ուզում ենք ուժեղանանք, սերնդի շարունակություն պետքա տեղի ունենա, չէ՞։ Ու նույն կանայք կոտրելով, արժեզրկելով տղամարդիկ էլ իրանց երթին կուլ գնալով, շատ դեպքերում հենց մենք ենք մեղավոր, որ առաջին իսկ ոնց ասեմ, հակադարձ դիրքը տեսնելուց կնոջ կողմից միանգամից մենք ենք կուլ գնում, մենք ենք զադնի դնում ներողություն արտահայտությանս համար, թողնում ենք իրանք իշխեն ու նման կինը բնականաբար ինքը արդեն իրան տղամարդու կաշվի մեջ զգալով ու տեսնելով թույլ տղամարդ չի ուզենալու սերունդը շարունակի, այս ամենը տանելու է դեպի շատ վատ իրականություն։ Ու տանում է մի փոքր վերանայեք այդ ամեն ինչը ժողովուրդ։ Ես լինելով հայր, Արմեն ջան, վստահ եմ կկիսես, մենք ուզում ենք ունենանք այնպիսի հասարակություն, որ մեր երեխեքը արժանի իրանց կեսերին գտնեն, թե տղամարդ, եթե աղջիկ ունենք, ապագայում Աստված տա ունենամ, թե իմ տղան, որ ունենա արժանապատիվ մայրիկի կերպարի համապատասխան կին։ Այս տեսանկյունից տղու պսակելու բախտերն է գալիս։ Հիմա սա տեսնենք ինչ ես ասում։ Ներկայիս սերունդակիցների, այդ զումերների սերնդի կանայք աղջիկները հիմնականում ավելի շատ այդ տարբեր ինֆլուենսերների եւ այլնի կարծիքի տակ մնացած մարդիկ են։ Շատ շատերը իրանց կարծիքով առաջնորդվող, առաջ գնացող։ Հիմա դու մեր մաստի մարդ ես։ Դու առաջադեմ տղա ես, դու նենց չի որ, չգիտեմ, կարճ չակնես, ես չանես, են չանես, տենց թեմա չկա, բայց հիմա ինձ ասա, օրինակ, ոնց ես վերաբերվելու, օրինակ, ինչ կրիտերիներ ես դնելու կամ տղու դաստիարակելուց ինչ ես դու իրաց սովորացրել, աղջկա, ճիշտ աղջկա կրիտերիները, որ գալու է քո ընտանիքում, քո հենասյունը դառնա, քո ընտանիքի շարունակությունը եւ այլն եւ այլն։ Այ ինչ մնում է առաջադեմության մասով, որտեղից է դա իմ մոտ գալի, որտեղ իմ ընկերները սկսում են 16 տարեկանից։ 15-16 մարզերի երեխեքին տեսել եք, հա։ Իմ ընկերներն են իրանք, ես իրանց լուրջ եմ վերաբերվում, իրանց կարծիքը հարցնում եմ ու ասում քո կարծիքը ոնց է սրա հետ կապված եւ այլ, թեմայի մեջ եմ։ Այդ նույն ձևով իմ տղու հետ եմ, որ ես իրան միշտ ասել եմ քեզ չի կարելին չեմ ասելու, ես քեզ ասել եմ ինչ անում ես, բայց կարացի վերլուծես, կարացի պատասխանատու լինես։ Ես որովհետև մենք ասում ենք մարդկային որակը, ես ասում եմ չէ, դա տղամարդու որակը է իրական, որ ասենք պատասխանատվություն, հարց լուծել, դա հենց որ ասում ենք կանայք ուժեղ տղա են սիրում, ամենաառաջին հերթին պատասխանատու տղամարդ են սիրում ու ասենք վերլուծող տղամարդ, հա, ես միշտ ասում եմ տղուս վերլուծի քո արածը, կարաս քեզ բացատրություն տաս, քո արածը քեզ բավարարում է, ուրեմն լավ ես անում, արա, թեկուզ դա իմ համար լավը չի։ Ինչ մնում է տրանսֆորմացիաներին, մեկը շատ բաների դեմ ես չեմ կարա, ասենք չեմ էլ ուզենա անիմաստ, ասում եմ բաշճակատով հաստ պատերին։ Եթե որոշակի ինչ-որ տրանսֆորմացիա է ալնում, մեկը տես մի հատ ֆիլմ էի, բան էի սարքել, չէ, ռիլ էի սարքել, որ ասում ես ինչքան էլ բացատրես քո սերունդը, ինչ ուզենաս սխալվի, ես չանի, մեկը իրանք իրանց փայ սխալը պետք է ապրեն։ Դու ես զուտ եմ, որ
էլի մի կոպիտ օրինակ եմ բերում, այն լուսկու չոփերով տառականների զառոցիկը հետ, այսինքն պետքա քո երեխեքին տենց պրոստը ուղղորդես, չթողես ինքը ծովը ընկնի, ջուրը ընկնի, կրակը չվառի, բայց ամեն դեպքում չպետք է ասես, որ դու էս պետք է անես կամ սենց աղջիկ պետք է ինտերես։ Բայց ամեն դեպքում դու ինչ-որ պատկերացում տալիս ես, չէ՞, ասենք ամեն տղամարդ, օրինակ, պատկերացումներ կազմում է առաջի հերթին, չգիտեմ, իր մամայի վարքագիծը, ընտանիքում դերը տեսնում է, հետո օրինակ քրոջն է նայում, հետո օրինակ քուրջ ունի բակում կլինի, դպրոցում կլինի, ինստիտուտում ինչ-որ աղջիկա կերպար է, չէ՞, բայց այդ տալու մասին է, ոչ թե պարտադրելու։ Դա սիրակությունով է գալի, չէ՞, պարտադրելու մասին խոսք լինել չի կարող։ Ես 4-5 տարեկանից հետներս բերում էի էլ խաշ ուտելու, էլ խորոված ուտելու, էլ քաղաքական թեմա, դե ասենք իմ ընկերները լավն են, սենց տենենց, բայց որ ձանձրալի կլինի, թե ինչ կլինի, ես ասում եմ թող գա ներկա լինի, որ ինքը հասկանա ինչ կա աշխարհում։ Ինչ սիլուետ ես գծե կնոջ իր համար կամ ինքը ինչ սիլուետ է գծում, որովհետև զուտ հետաքրքիր է, ջայլ տղա մեզնից, ասենք ինձնից երևի մի 20 տարի փոքր է այդ տղան, դաժե ավել։ Ու հետաքրքիր է ինչ սիլուետ է հիմա մեր տիպի մարդկանց սերունդը, ինչ սիլուետի հետևից է ինքը գնում։ Ես մի հատ բան ունեմ, առասպելաբանություն ըստ Նաջարիոսի, ըստ Նաջարյանի, դες մի հատ հետաքրքիր բան ունեմ, որը որ Այդտենց եմ պատկերացնում, թեկուզ իմ տղայի համար, ասում եմ, երբ որ Աստված Գևորը կարող է հեսա պատմեմ կհիշի, էլի դու լսած չես լինի, Լև ջան։ Ասում եմ, երբ որ Աստված ստեղծեց տղամարդուն, կնոջը ստեղծեց իր կողից, բայց տղամարդը մի գլուխ բարձր եղավ, բայց այդ բարձր գլուխը ոչ թե առավելություն էր, այլ պատասխանատվություն էր։ Եվ երբ տղամարդը բարձրացնում էր կնոջը, ինչքան բարձրացնում էր, ինքը միշտ մի գլուխ ավելի բարձրանում էր։ Եվ երբ հակառակը ինքը ցածրացնում էր կնոջը, ինքը եւս ցածրանում էր ու հետագայում բարձրանալը լինում էր անհնարին կամ նույնիսկ դժվար կամ անհնարին։ Սենց է, ասենք, այս մոտեցումներ, որը առասպելաբանություն ըստ Նաջարյանի հասկանան գաղափարի հիմա մոտավոր, որ ասենք իմ տղու մասով, այտենց եմ պատկերացնում, որ ինքը միշտ մի գլուխ բարձր պետք է լինի, բայց դա պատասխանատվություն է, ոչ թե իր գլուխը բարձր է։ Եվ միշտ ասենք պետք է բարձրացնելով բարձրանալ։ Մեր ազգախր միշտ կնամեծար ա եղել։ Ես զարմանում եմ ոնց է, էլի, ասենք Եվրոպայից գալիս են մեզ ուզում սովորացնեն ոնց ընտանիքը պետքա պահես, չգիտեմ, Ամերիկայից գալիս են ոչ մի ազգի չներկայացուցիչ, հա, Ամերիկան այտենց է, չէ, իրենք ոչ մի ազգ չեն ներկայացնում։ Ամերիկացի ինչ է, չգիտեմ։ Դա հետաքրքիր, որ օրինակ մենք այս քո ասած գաղափարը կնոջը բարձրացնել, կնոջը պաշտպանել, կնոջը մեծարել, արդեն քանի հաղորդում շարունակ այդ թեմաները անընդհատ քննարկվում է, որտեղ էս գլոբալ էս կոնցեպտը, էս հաղորդումը այդ ուղղությունն է վերցրել իրար, ու հենց կանայք մեզ սկսում են մեղադրել, որ մենք փորձում ենք սահմանափակել կնոջ իրավունքը, փորձում ենք ավելի նեղացնել կանանց, չգիտեմ, ճնշել եւ այլն, մի հատ շատ մեծ հեյթ է գալիս դեպի այս կողմ, չնայած շատ մեծ տոկոս էլ կազմում են մարդիկ, ովքեր որ մեր գաղափարները սատարում են ու որ մեզ քաջալերում են, բայց կանանց ընկալումը մի տեսակ խեղված է ոնց որ։ Այդ այս բլոգերները ասեմ, ինֆլուենսերները ասեմ, չգիտեմ, ոչ մեկին չեմ ուզում անձնավորեմ, չեմ ուզում որևէ մեկի թեզերին անդրադառնալ։ Մեկը մերոնք են, մեր հանրույթն է։ Մեր հանրույթն է, բայց չես կարծում, որ այդ շատ գերքարոզը, այդ տոքսիկ արդեն տղամարդ ատիացության քարոզը շատ լուրջ խանգարում է մեր հասարակությանը հետագա իր ճանապարհի, իր համերաշխության ու սեռերի միջև ոչ թե այսպես ասեմ մրցակցության, այլ ներգործության process-ին։ Բոլոր դեպքերում մեր հայ հանրույթը, մեր հայ հասարակությունը իմ համար եղել է ամենալավերից, ամենաարժեքավորներից մեկը եւ իր արժեքային համակարգով եւ իր կուր անխոցելիությամբ ու հիմա ես բոլոր դեպքերում այդ միջազգային կառույցներ մյուս այս ազգին գլխատելու համար, հա, սենց ասեմ, կպնում են այն արժեքներին, հա, կրոն, ընտանիք, կնոջ դեր, կնոջ դիրք ու այդ ամեն ինչը ինձ թվում է կապված է դրա հետ։ Մարդիկ գումարներ են ծախսում, որ անխոցելիները հիմա ասենք նայ պարսիկները, իրանցիները ինչ ցույց տվեցին, ասենք իրանց ворցությունը գիտենք, բայց հիմա ավելի տեսանք ինչ է կատարվում, այդպես չի որ սաղ դե գծած է, էլի դե տվել են, էլի, ասենք թողեք խոսքել մի պայքարեք, ձեր տունը հանձնածա մի կռվեք, էս մի արեք, ինքը բոլոր դեպքերում այդ միջազգային կառույցների ու այն կառույցների, ովքեր ուզում են ջարդեն նմանատիպ կուր հասարակությունը, հենց դրա վրա եմ ես մտավախություն տենում, հա, այդ որ հենց թիրախավորում են կանանց նույն
կնոջ կերպարը մեր մոտ, ասենք, հենց մենք այն ազգն ենք, որը որ ասենք մայրական պաշտամունք ունի, մայրական սրբություն ունի, օջախի մոր պաշտամունքը, չգիտեմ, զորավարները գնում մի հատ չոքում էին մոր առաջ, մի հատ աչը համբուրում նոր գնում էին պատերազմի, այսինքն մենք այն ազգը չենք, որ մեզ պետք է ասեն, չգիտեմ, կնգած sense պահի ոչ թե կնոջը, դե դաժե մի հատ sense արա, իսկ իմ արժե համակարգի մեջ միևնույնն է ընկերություն հասկացողությունը ամենակարևորն է, այս ընկեր հասկացողությունը, որ կա իմ համար, ինքը բոլոր գործերի մեջ ամենակարևոր կյանքի փիլիսոփայության արժեքն է, որ բոլոր գործերի մեջ եթե այդ հարաբերությունները դնում ես, այդ թվում նաև կին եւ տղամարդ, միշտ հասկանում ես, որ եւ այդ բարձրից նայելու ինչ որ կաղապարված պահելու հարցն է դուրս գալիս եւ ասենք ընկերոջը դու տալիս ես ոչ թե ավելացածը այլ ունեցածն ես կիսում ընկերոջը թե դա նույն ասենք այդ հարաբերությունները կին տղամարդու մեջ չի կարա լինի որ ասենք իրար սխմելով բան անել իհարկե դուք տարբեր եք եթե ես լավ կրակն եմ վառում դու լավ քամին ես անում ես ոնց կարամ լավ կրականողը կամ լավ քամին անեմ կամ հակառակը այսինքն դուք ունեք ձեր ֆունկցիաները ձեր լիազորությունները դու բժիշկ ես ուրոլոգ ես ավելի լավ կիմանաս այսինքն չի կարա էլի բոլտի դերը գայքեն կատարի գայքի դերը բոլտը բայց դուք ընկերներ եք միևնույնն է ճանապարհ եք անցնում իրար եւ կիսում եք իրար ո բան է էլի ունեցածը կիսում ես դու բոլոր դեպքերում Արմեն ջան անչափ շնորհակալություն բավականին կոնստրուկտիվ բավականին պրոդուկտիվ զրույց էր ու հետաքրքիր ամենակարևորը բայց քանի որ մեր ժամանակը մի փոքր սուղ է այսօրվա համար ժողովուրդ ջան շնորհակալություն եմ հայտնում բոլորին մեզ ունկնդրելու համար ձեզ հետ էին ըստ իմ վարկածի եւ ոչ միայն իմ վարկածի Հայաստանի թիվ 1 ուրոլոգ բժիշկ Գրիգորյան Գևը բիզնեսմեն եւ նեթվորքինգի աստվածներից մեկը ոնց ասած Գևորգը Արմենը Նաջարյան եւ ես ձեր համեստ ծառան Լևոնս շնորհակալություն շարունակեք հետևել մեզ կիսվեք ու լայքեր դրեք